ակունք, կարին, մարաթուք, սասուն, վան, մշոհավքեր, սասնածռեր, տարոնցիներ, վերադարձ եւ մենք ենք մեր սարեր։ Ազգագրական բոլոր խմբերն ու համույթները Հայաստանից թե Արցախից մեկ բեմի վրա են։ Ինձ համար երազանք է եղել, որ Հայաստանում լինի մի ազգագրական երգի բարի փառատոն, որը իր ձևաչափով այդպես ինձ համախմբելու մեր բոլոր գայացած եւ ինչի՞ չէ նաեւ գայացող խմբերին եւ տոն դարձնենք, կարողանանք ներկայացնել ժողովրդին այն երգը եւ այն պարը, որը դարեր շարունակ մեզ պահել է։ Ազգային երկու պարի պահպանման լավագույն միջոցը դրանք սերնդեսերունդ փոխանցելն է, համոզված է Արսեն Գրիգորյանը։ Հայաստանի ու երկրի երկու պար, որը հայ մարդու ոգու նկարագրի արտահայտությունն են։ Այս ամենի շնչով էր լցված Գութան փառատոնը։ Համերգի առաջին իսկ րոպեներից հանդիսատեսն անմիջական մասնակիցը դարձավ։ Նույնիսկ անձրևը չկարողացավ խանգարել։ Ամենամեծ ակնկալիքը, որ կարող եմ ունենալ, նման տեսարանները շատ լինեն եւ շատ են լինելու, գնալով ավելի ակտիվանալու է մեր ժողովուրդը, խմբերի մասնակիցները կավելանան, նոր խմբեր կձևավորվեն եւ ոչ միայն մարդկանց հանդիսատեսի մեջ պարողները, երգողները կշատանան, ցանկացողները կշատանան, շփվելու, առնչվելու հայրենի մշակույթին, պահպանելու եւ փոխանցելու գալիք սերունդներին։ Բեմում վաստակաշատ ակունք համույթն է։ 1976 թվականին է ստեղծվել ազգագրագետ բանահավաք Մարո Մուրադյանի նախաձեռնությամբ։ 35 տարի շրջելով գյուղից գյուղ, համույթն ուսումնասիրում է մեր ազգային պարերը, գրառում ու վերականգնում դրանք։ Խմբի վաստակաշատ անդամներից մեկին Սարգիս Բաղդասարյանին մշակույթի նախարարությունը պարգևատրեց ոսկե մեդալով։ Սասնածռեր համույթը պատմական Հայաստանի բոլոր գավառներից ծաղկաքաղ է ներկայացնում՝ Քոչարի, Շատախ, Քերծի, Յարխուշտա։ Խումբը 3 տարի առաջ է ստեղծվել, հասցրել է ելույթներ ունենալ գրեթե բոլոր մարզերում։ Հաջորդ տարի սահմանամերձ գյուղեր է մեկնելու։ Պետքա բոլորը կարողանան այդ ամենը իմանան, նոր անցնեն եվրոպական կամ չգիտեմ այլ ազգերի երգերի ու պարերի, բայց ճիշտը սա է, որովհետև սա մեր պապերից եկած երգերն ու պարերն է, մեր արևմտյան Հայաստանի տարբեր գավառների երգերն ու պարերն է, որ պետքա առաջնային տեղ գրավի մեր բոլորի կյանքում սա։ Համերգային երեկոներ կազմակերպելուց բացի, փառատոնը նաև անդրադառնում է հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի, Մարո Մուրադյանի ազգային երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը տեսաֆիլմերի տեսքով։ Եվ հենց նրանց տարբեր բուհերի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվեցին ազգագրական խմբեր։ Ազգային երկու պարի այս տոնին ներկա են նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հաջորդ տարի փառատոնը կտևի 1 շաբաթ եւ կընդլայնի աշխարհագրությունը։ Մենք կսկսենք Ստեփանակերտից, կանցնենք, հասնենք մինչև Գյումրի, Ղապան, Վանաձոր եւ վերջում էլի կամփոփենք Երևանում եւ գունենանք նաեւ խմբեր եւ արտասահմանից խմբեր գունենանք եկող տարիների ընթացքում եւ նաեւ ամբողջական Հայաստանի տարածքից մենք համշենահայերին կհրավիրենք։ Վաղվա քաղաքացի դաստիարակելու գերխնդիրն այսօր չպետք է անհատների ուսերին լինի, այլ պետության։ Անհատը կարող է միայն սերմնացան լինել, ասում են կազմակերպիչները։ Մեծ հույսեր ունեն սեպտեմբերից հայկական ավանդական երգի ու պարի պահպանման ու տարածման նպատակով հանրապետության դպրոցներում արդեն ներդրված ազգային երգ ու պար առարկայի հետ կապված։ Այն դեռևս փորձնական դասավանդվում է 10 դպրոցների 5-րդ դասարանի աշակերտներին։
Շարաքիլյան, Արթուր Մանուչարյան, Ձայնագիր։